Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Նինո Ծմինդան ևս անմասն չէ։ Առավոտյան ժամը 8-ից բաց են բոլոր ընտրատեղամասերը, եւ բնակչությունն ակտիվ ու խաղաղ քվեարկում է իր նախընտրելի թեկնածուին։ Сегодня 4 октября. Мы работаем на избирательном участке номер 2 города Нина Цминда. Наш рабочий день начался в 6:45. Аппаратуру, которая была уже подготовлена, активация этой аппаратуры прошла в 7:15 минут, и участок начал работать в 8:00. Сегодняшняя техническая аппаратура, которая нам предоставлена, она очень помогла нам, потому что регистраторы работают уверенно, организованно. Активность избирателей хорошая, у всех хорошее настроение, и погода тоже благоприятствует избиранию. Работа организованной избирательной комиссии очень четко, выборы проходят прозрачно, поэтому я думаю, что все пройдет очень хорошо к концу дня. Նինո Ծմինդայի ընտրատեղամասերից ամենաակտիվ ընտրություններն իրականացվում էր քաղաքի թիվ 3 ընտրատեղամասում, որտեղ իր ձայնը տվեց նաև քաղաքապետի թեկնածու Անի Վարդմոսոյանը։ Հարցազրույցի ընթացքում նա նշեց, որ իր ձայնը տալիս է հանուն խաղաղության, բարեկեցության ու պայծառ ապագայի։ Այո, ինչպես գիտեք, Վրաստանում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինի ընտրությունները, Նինո Ծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում են ընտրություններ, այսօր գտնվում ենք 3-րդ ընտրատարածքում, որտեղ ես որպես քաղաքապետի թեկնածու իմ ձայնս եմ ֆիքսել, բոլորին կամենում եմ խաղաղ ընտրություն, ընտրել եմ խաղաղությունը, զարգացումը, բարգավաճումը եւ ամենակարևորը խաղաղությունը, որը մեր կուսակցությունն է, մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ, բոլորիս խաղաղ ընտրություն։ Ժամը 8-ին սկսվել է ընտրությունները, ընտրողների հոսք առավոտվանից շատ է, ինչպես դուք տեսաք, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա, սովորականի նման ժողովուրդ գալիս քվեարկում եւ վերադառնում են հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կշարունակվեն մինչև երեկոյան ժամը 20:00-ն, թե ով կհաղթի դա պարզ կլինի միայն ընտրություններն ավարտվելուց հետո։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին մեր լրատվականը կլինի հետևողական։